Առաջինի եթերում մանրամասներն են, ձեզ հետ է Դավիթ Ստեփանյանը, բարև ձեզ։ Այսօր իմ հյուրն է, որը ինձ միացել է տեսակապով Ֆրանսիայից, Փարիզից, քաղաքագետ Կայթ Մինասյանը։ Բարև ձեզ, պարոն Մինասյան։ Բարև ձեզ եւ շնորհակալություն հրավերի համար։ Շնորհակալություն, որ ընդունեցիք։ Պարոն Մինասյան, տարեվերջ է, փորձենք հասկանալ, թե որտեղ ենք հասել, խոսքը գնում է Հայաստանի արտաքին քաղաքականության մասին եւ որտեղ ենք գնում, կարծես թե բավականին հետաքրքիր տենդենսներ են նկատվում կապված առաջին հերթին օգոստոսի 8-ի փաստաթղթի իրականացման հետ 26 թվականին եւ թրիպի իհարկե, որպես այդ օգոստոսի 8-ի գործընթացի ամենակարևոր բաղկացուցիչ մասերից մեկը եւ հայտնի է դարձել ոչ պաշտոնական տեղեկատվություն կա, որ փետրվարին Հայաստան է ժամանելու ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսը։ Անշուշտ, եթե այդպիսի կալիբրի քաղաքական գործիչ Ամերիկայից գալիս է Հայաստան, դա նշանակում է, որ Հայաստանը այս ամբողջ գործընթացում, որը կոչվում է իրականում միջին միջանցք, ունի բավականին կարևոր դերակատարում։ Եվ այստեղ երևի թե կարևորը այն չէ, թե քանի կիլոմետրն է գտնվում այդ միջին միջանցքի Հայաստանի տարածքում, 42-ը թե 420-ը, քան այն, որ հենց Ամերիկայի Միացյալ Նահանգներն են մեծ հաշվով վերահսկելու այդ հատվածը, հետևապես կարելի է նաև նշել, որ ամբողջ այդ միջին միջանցք մեգա նախագիծը, աշխարհաքաղաքական, առաջին հերթին աշխարհատնտեսական նախագիծը վերահսկվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ Ինչ է սա Հայաստանի համար, այս կարևոր փաստը, իմ կարծիքով, արդյոք սա մեզ տալու է հավելյալ հնարավորություններ եւ ինչի հետ մենք պետք է սա համեմատենք։ Խնդրեմ։ Շնորհակալություն հարցի համար։ Ես կուզեմ նախ սկսել, եթե կարելի է, ամփոփումը Հայաստանի Հանրապետության արտաքին եւ ներքին գացության մասին, որ շուտով պիտի փակենք 2025 թվականին էջը։ Եթե թույլ կտաք, որ արդեն անուղղակի ձևով ցեզի կպատասխանեմ ձեր հարցին։ Արտաքին առումով, արտաքին քաղաքական կյանքին ես 3 գետ կտեսնեմ, որ այսօր կրնանք իբրև պատկեր դալ ընթերցողներին։ Առաջինը դեզեսկալացիայի հարցն է, օգոստոս 8-ին ի վեր, որ արդեն նշաններ կային, բայց ավելի հաստատ է այսօր այդ դեզեսկալացիայի հարցը, որ մենք process-ի մեջ ենք։ Երկրորդը ինքնաբերաբար դարաշրջանի բացումը, որ արդեն շատեր կտեսնեն քանի օրինակներ Ղազախստանեն, Ադրբեջանեն, Ռուսաստանեն, կտեսնենք, որ քանի ապրանքներ գալիս են դուրս են եւ ադիգա նշանակում է թե Հայաստանը առաջին անգամ անկախութենեն ի վեր կարելի է օղային ճանապարհով ստանալ քանի ապրանքներ եւ ադիգա լավ նշան է։ Երրորդը որ կապված է անշուշտ օգոստոս 8-ին եւ երկու գետերը, որ արդեն ասեցի դեզեսկալացիայի եւ դարաշրջանի բացումը, ուրեմն այդ դիվերսիֆիկացումն է, որ ոչ միայն տնտեսական առումով, բայց ավելի թիվանակիդական, ռազմաքաղաքական, որովհետեւ ինչպես որ կտեսնեք, Հայաստան այլևս սովորություն դարձավ ստորագրելու այնպիսի ռազմաքաղաքական համագործակցության ծրագիր ովևէ պետության հետ, այսինքն Միացյալ Նահանգների հետ, Ինդիայի հետ, Ֆրանսիայի հետ, Գերմանիայի հետ, այսինքն Ֆրանսիայի հետ շուտով, Գերմանիայի հետ եւ ուրիշ կամ Եվրոպական միության հետ եւ այլն եւ այլն։ Եվ ադիգա լավ նշան է ցույց տալու համար, թե Հայաստանը ուրեմն ավելի մեծ կարևորություն կստանա դրսից։ Այդ 3 գետերը արտաքին առումով մեզի ցույց կտա, թե մենք ապրում ենք առաջընթաց դեպի խաղաղություն, ադիգա 1։ Ինչ որ կվերապերի ներքին քաղաքական կյանքին, նորեն ասեմ 3 գետ կա ինձ համար, որ շատ կարևոր է, որ անուղղակի ձևով կապված է օգոստոս 8-ին, բայց ավելի ճիշտ խաղաղության հետ կապված, առաջինը քաղաքական բևեռացում բագասը, այլևս այդ ներքին շարժումներ չկան, չի նշանակում թե դերբի չունենան, բայց գոնե եթե համեմատենք 24 թվականին եւ 25 թվականին, կրնանք ասել, որ ավելի հանդարտ է այդ
մենց ալիքներով կամ ավելի լոզունգներով, որովհետև իրականության մեջ չկար մենց շարժում, բայց չկար պախումներ, չկար սատրանքներ, ինչպես որ գային 24 թվականին։ Երկրորդ գեդը այդ ներքին քաղաքական կյանքին ավելի շատ գայունություն է վիճակ Հայաստանում եւ պաստե ինձ մելավ գիտեք դերվուն վրա եք գտեսնեք գսկակ ամեն օր ավելի գայուն է որ հոնալ անուղակի ծևով կապված է օգոստոսուտին խաղաղության հետ համացանության հետ եւ երրորդ նշան որ ամբողջությամբ կապված է անշուշտ նույն հարցին նույն դեպքին եւ երկու գեդերի մասին ներքին առումով այսինքն գա բավականին բարձր դնդեսական աճ եւ մենք տեսնում ենք ամեն օր ինչ տեսակ շինություններ, զարգացումներ երևում են Հայաստանեն, որ ադիգա նոր էջ կփանա։ Եվ ադիգա կնշանակե թե առաջընթաց մկա թեպի ինքնիշխանություն։ Ուրեմն առաջընթաց թեպի խաղաղություն եւ առաջընթաց թեպի ինքնիշխանություն։ Եվ ադիգա կնշանակե թե անշուշտ հագամարտություն հավարտը չէ, ադիգա ստակ պետք է լինի հագամարտության ավարտը չէ, որովհետև արդեն համագարկը, ովևէ համագարկը, մինչասկային, քաղաքական, տնտեսական, ովևէ դեղը, համագարկը արդեն ունի իր մեջ, իբրև սկզբունք, այդ հագամարտության հարց, ովևէ համագարկ։ Ուրեմն մենք պետք է ընդունենք ադիգա, որ միջազգային համագարկը, որ Հայաստանը իբրև բիդություն դեղ ունի, դարածք ունի, պատասխանատվություն ունի այդ բանին քարտեզի վրա, ուրեմն մենք մտնում ենք այդ հագամարտության համագարկի մեջ եւ չգրգնեմ, բայց այդ դեզեսկալացիայի հարցը եւ այլն մեզի հոգուտ կուտա եւ ուժ կուտա։ Բայց ավելի իբրև եզրակացություն գրնամ ասել, որ 25 թվականին գվերջանա այնպես, որ այսօր իշխանության հաստատումն է, իշխանության ոչ իբրև authority, բայց իշխանության իբրև power, եւ սա շատ կարեւոր է, որ Հայաստանը, ինչպես է Հայաստանը ուրեմն անցնում գդարել իշխանության չունեցող կարգավիճակից, թեպի իշխանության ունեցող կարգավիճակ, ասել գուզեմ, որ մինչև քանի մդարի առաջ Հայաստան այնպիսի կարգավիճակ ուներ, որ միայն իշխանություն էր, այսինքն authority, բայց ոչ իշխանություն իբրև power։ Հիմա կամաց Հայաստան գտարնա իշխանության համագարկ, այսինքն power համագարկ, ունենալով իշխանություն, այսինքն authority։ Եվ սա է ամբողջ դարբերությունը պատմական Հայաստանի, կամ իշորական Հայաստանի, կամ ռուսամետ Հայաստանի եւ այսօրվա իրական կամ այսօրվա Հայաստանյան Հանրապետության դարբերությունը։ Շատ մեծ դարբերություն է, բայց չի երևում մեր աչքին առջև, բայց գսկանք այդ դարբերությունը։ Հայաստան այլևս քահուտը չի, Հայաստան այլևս Ռուսաստանի շարունակությունը չի, Հայաստան այլևս խաղալիք չէ Ռուսաստանի ցերքի մեջ իբրև գասկության շարունակություն, ֆորպոսկոս կսին գիտի գիշեք, Հայաստան այսօր այլևս բեդություն է եւ որքան մենք երթանք թեպի աբակա մեր ճակատագիր ինքնուրույն ճակատագիր մենք ավելի ինքնիշխանական կմնանք եւ ավելի ինքնիշխանական բեդություն կդառնանք մինչդեռ կան խնդիրներ հողային հարց կապանին Ադրբեջանի կողմից նայենք ինչպես պիտի լուծարվի այդ հարցը բայց ես լավադեսեմ 26 թվականին նայած թե ինչ անշուշտ ինչ տեսակ գամք պիտի ունենան թե Ադրբեջանը թե Հայաստանի իշխանությունները Կարապար ունենալով կամ ավելի հեռու տեսնելով աչորդ դարի բանը ընդրությունները որ դերի պիտի ունենան շատ հավանական հունիս 7-ին ինչպես որ ինձ մելավ գիտեք սա է եթե գրնամ ամփոփել մի քիչ երկար է բայց կարծեմ օգտակար է ասել այդպես Միանշանակ տեսեք բայց դուք նշեցիք 3 դրական գործոն արտաքին քաղաքականությունում 25 թվականին եւ 3 դրական գործոն դրական արդյունք
25 թվականի ներքին, բայց շատ հետաքրքիր կերպով հիմնական այդ բևեռացումը երկրի ներսում ընդդիմության մասնակցությամբ հիմնական արտաքին վտանգները, որոնք հիմա բևեռացվում են եւ կենտրոնանում են Հայաստանի շուրջ, հավաքվել են, այսպես կենտրոնացել են եկեղեցու շուրջ, հենց եկեղեցու շուրջ, դա անշուշտ տարվել է եկեղեցու բարձրագույն ղեկավարության կողմից եւ ձեռքերով, եւ այսօր այդ բոլոր գործընթացները, անկայունությունը, հա, խռովությունները, խնդիրները, բևեռացումը հասարակությունում կենտրոնացել են այդ գործընթացի շուրջ։ Ըստ ձեզ, սա պատահականություն է, թե այստեղ մենք գործ ունենք շատ ավելի խորքային գործընթացների հետ։ Շատ հետաքրքրական հարց կուտակ, որովհետև ըստ ինձի պատասխանը կապված է իմ նախորդ պատասխանին։ Եվ որ ասեցի, թե Հայաստանը գամած գերտա դեպի ինչպես եմ իշխանության համագարկին, դեպի ինքնիշխանություն, այդ ավելի իշխանության, այո, ինքնիշխանություն, բայց ավելի գուզեմ շեշտը տնել, որովհետև կապված է եկեղեցին հետ, այսինքն իշխանություն իբրև power։ Ուրեմն ինչու գսեմ այդպես։ Մինչև անկախություն ասենք, կամ մինչև Թավշյա հեղափոխություն, եկեղեցին, ասենք մինչև անկախություն, սկսենք մինչև անկախություն 91-ին, ուրեմն մինչև Խորհրդային Միության փլուզումը, եկեղեցին Էջմիածինը միայն ապրած էր, աշխատեր ռուսական գասության մեջ եւ հետո Խորհրդային Միության մեջ։ Եկեղեցին համար Էջմիածին համար բեդություն սա էր Ռուսաստան եւ հետո Խորհրդային Միություն։ Եվ անշուշտ չկար ինքնիշխան Հայաստան այնադեն, բնականաբար։ Ուրեմն ինչ որ ուներ Էջմիածինը կապված էր Ռուսաստանի կամ Խորհրդային Միության։ Ասել գուզեմ, որ շարունակություն էր Սանտ Պետերսբուրգի եւ հետո Մոսկվայի։ Հիմա անկախության են իվեր, բայց ավելի ճիշտ Թավշյա հեղափոխության են իվեր եւ ավելի ճիշտ 2 տարի, 3 տարի իվեր, քանի որ Հայաստան ավելի եւ ավելի ինքնիշխան բեդություն գտարնա եւ կամած բեդության ուժը գունենանք մեր արժևը, ինքնաբերաբար հարցը եկեղեցի եւ իշխանությունների, այսինքն քաղաքական իշխանությունների միջև կապված է, թե ինչ տեսակ բեդություն պիտի ունենանք։ Պիտի ունենանք քաղաքային շրջան, այսինքն Խորհրդային Հայաստան կամ post-սովետական Հայաստան Լևոնեն մինչև Սերժ Սարգսյան, կամ պիտի ունենանք զուտ քաղաքական համագարկ եւ ինքնիշխան Հայաստան։ Եվ սա է խնդիրը, ուր է իշխանությունը եւ այդ մրցումի մեջ եկեղեցի եւ իշխանությունների միջև։ Իշխանություն էս կողմն է։ Իշխանություններին, որովհետեւ սարքում են, գառուցում են, զարգացում են բեդությունը։ Եվ որ այսօրվա իշխանությունները ուզում են ցույց տալ, թե վերջին խոսքը կբատկանի քաղաքական ուժերի, քաղաքական ոլորտին, ուրեմն բեդության, ինքնաբերաբար եկեղեցին պետք է ընդունի, որ մարդկային օրենքները ավելի կարևոր են, քան կորոնական օրենքները։ Եվ սա է ամբողջ հարցը։ Ուր է իշխանություն այսօր։ Դերը ուր է։ Վարչապետի բալադն է, թե Էջմիածինն է։ Եվ ըստ երևույթին գամած իշխանության կենտրոնը կտեսնենք, որ կառավարության բալադն է։ Եվ հոն է, որ պետք է ամեն մարդ իմանա, որ այլևս եկեղեցին կպատկանի կամ կգտնվի բեդության դրամատրության տակ եւ չի գրնար խաղալ ուրիշ բեդության գործը, պատասխանատվությունը եւ այլն, որովհետեւ ադիգա անպատասխանատվություն է բանին բեդության արչեւ, Հայաստանի Հանրապետության արչեւ,
Ուրեմն եկեղեցին որքան եկեղեցին շարունակե մնալ ինչպես որ կնշանակե թե եկեղեցին պաշտպանում է օդար բեդության օդար ուժերի շահերը բայց եթե հայոց հարաքելական եկեղեցին եւ Էջմիածինը գլխավորաբար անդրադառնան որ այլևս բեդությունն է ամենակարևորը այն ադեն ինքը պիտի ծառայե եւ պիտի աշխատի իր շրջանակի մեջ ինքնավար շրջանակի մեջ ուղագի ժողովրդի հետ բայց նախ եւ առաջ օրենքներ արկելով եւ բեդության իրականություն արկելով ուրիշ ջար չկա ովևէ բեդության մեջ ադանքան չդեսնված բամն է գարձել թե եկեղեցիմը ովևէ բեդության մեջ որ ուրիշների շահերը կպաշտպանե եւ ոչ Հայաստանի այսինքն բեդության շահերում Ադիգա բարդ բամ գսեմ որբեսի ամեմարդ իմանա թե այսօրվա մարդահրավերը սա է ուր է իշխանությունը կպատկանի քաղաքական ուժերի եւ քաղաքական դաշտի եւ ոչ ուրիշ դերը Պարոն Մինասյան շատ հետաքրքիր կերպով վարչապետ Փաշինյանը ենթարկվել է քննադատության տարբեր քաղաքական ուժերի կողմից այդ թվում նաև Դաշնակցության իր Սանկտ Պետերբուրգ գնալու կապակցությամբ որտեղ նա մասնակցել է դեկտեմբերի 22-ին ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթնաժողովի աշխատանքներին եւ հանդիպում է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ Շատ հետաքրքիր իրավիճակ է ձևավորվում, երբ որ պրոռուսական ուժերը, որոնք պաշտպանում են Հայաստանում Ռուսաստանի շահերը, քննադատում են դրա համար վարչապետ Փաշինյանին, եւ այստեղ հարց է առաջանում հայ-ռուսական հարաբերությունները, ներկա օրակարգը ըստ ձեզ համապատասխանում է իրողություններին, այսինքն Փաշինյանի այցը Սանկտ Պետերբուրգ դա անհրաժեշտություն էր, որովհետև կա կարծիք, որ ինքը ընդհանրապես չպետք է գնա Ռուսաստան եւ չպետք է հանդիպի Պուտինի հետ։ Եթե մենք այս ամենը համադրում ենք ռուսական գործող այս պահին ներկայության սահմաններին Հայաստանի ներսում եւ այն հնարավորություններին տնտեսական հիմնականում եւ լծակներին, որոնք Ռուսաստանը դեռ Հայաստանում պահպանում է։ Նայեցեք պետք է մեկ բան հասկանալ ինքնիշխան լինելը չի նշանակում հագարուս լինելը ինքնիշխան լինելը չի նշանակում հագարուս լինելը ինքնիշխան լինելը կնշանակում է որ Հայաստանի իշխանությունները այսօր առանց փաստաբան լինելով բայց կուզեմ ցույց տալ եւ հասկանալ փորձել հասկանալ չեն ուզում հագարուս դառնալ ոչ ուզում են որ հարաբերությունը գաբը շտկվի Ռուսաստանի հետ երկու ինքնիշխան պետությունների մագարտագին բայց հարցը հետևյալն է որ Ռուսաստանը չի ուզում իր արևանները դեսնել իբրև ինքնիշխան պետություն լավ Վրաստան, լավ Ադրբեջան, լավ Հայաստան, լավ Ուկրաին եւ այլն եւ սա է ամբողջ տարբերությունը հագարուս լինելով որ վտանգավոր է դերմը եւ շտկել ներքին հարաբերությունը երկու պետությունների միջև այլևս Հայաստան չի ուզում եւ իրավունք ունի եւ ճիշտ է անում չի ուզում քաղութի մագարտագի վրա լինել Ռուսաստանի հետ եւ ովևէ պետության հետ ուզում է որ Հայաստանը հարկվի իբրև ինքնիշխան պետություն ինչպես որ բոլոր պետությունները հարկում են Հայաստան իբրև ինքնիշխան պետություն ինչու Ռուսաստանը չի հարկում որովհետեւ գիտենք Ռուսաստանը միայն ու միայն գասխության կամ գասիրաբաշտական բան ունի մոդիցում ունի եւ սկզբունք ունի բայց ադիգա պետք է շեշտը տնել որ նայեցեք տարբերությունը այսօրվա այցելությունները վարշապետին կամ կառավարության մեկ անձի միայն տնտեսական գառույցների կամ մարդասիրական գառույցների Հայաստան կմասնակցի բայց ոչ զինվորական մարդական գառույցների եւ ադիգա է որ եթե Հայաստանը գուզե ստանալ
համագործակցություն, ռազմաքաղաքական համագործակցություն, մարդական համագործակցություն ովևէ բեդության հետ պայման կար եւ այդ պայմանը սա էր, որ Հայաստան այլևս պետք չունի մասնակցելու ՀԲԳ-ի ովևէ ժողովի, կակատնաժողովի հանդիպումների, որովհետեւ փաստ է, որ այդ գազագերբությունը դավաճանեց, չկարողացավ իր պատասխանատվությունը արկել Հայաստանի այնտեղ եւ գլխավորապես Ռուսաստանը, բայց ադիգա չի նշանակում, թե Հայաստանը պետք է թելերը գդրել Ռուսաստանի հետ եւ ադիգա կնշանակի թե ինչ որ գվերապերի դնդիսություն, ինչ որ գվերապերի սոցիալական, ինչ գիտնամ տուրիստական եւ այլն, լավ շարունակենք, բայց չմոռնանք ուրիշ բան։ Շուտով գուսանք, որ սահմանը պիտի բացվի Թուրքիա հետ։ Եվ ինքնաբերաբար շատ բաներ պիտի փոխվին։ Նայենք ինչ տեսակ դիվերսիֆիկացիայի արժեվ պիտի գտնվենք, որովհետև Թուրքիայի շուգան մեծ է եւ ուղղակի կապված է եվրոպական շուգաներին եւ մենք ասելով Հայաստանի հայկական շուգան պետք է դեսնի ոչ միայն Ռուսաստանի հետ համագործակցություն, բայց ուրիշ արևանների հետ եւ ինչու՞ չէ եվրոպական շուգաների հետ, որ արդեն կա, բայց ավելի պիտի լա, եթե սահմանը բացի եւ ինքնաբերաբար քիները արդեն փաստ է, քիչ ավելի ցած են այսօր եւ ադիգա լավ է դնդեսության համար։ Ուրեմն ես անշուշտ ինտիմատիվ ուժերը եւ այդ գազագերբության անուն որդվիկ, որ գապ չունի դաշնակցության հետ, կուսակցություն ունի, որ երեք ասեմ հայ-արաբական դաշնակցություն կոչվի, բայց գապ չունի դաշնակցության հետ, շվարած են, գադրած են, չեն գիտեր ինչ պետք է անեն, եւ որ վարչապետը երթա Մոսկովա դադարել թե չդադարել, բայց եթե երթա գտադարեն, եթե չերթա գտադարեն, ուրեմն ինչ անել։ Այսօր ծրագիր մը գա, որ Թրամփի բանին ճանապարհին կարելի է ենթադրել, թե Ռուսաստան ալբելի մասնակցի, ինչպես ոնց երբ, ադիգա չգիտեմ, բայց գա այդ խաղապարը, ուրեմն դադարել չդադարել։ Անոնք չեն գիտեր ուրեն, նախկինները չեն գիտեր ուրեն այսօր։ Եվ սա է խնդիր իրենց համար։ Ուրեմն անամպեր կսպասեն ունիս 7-ին, բայց ինչի համար։ Արդեն նոր ուժը, որ մեջտեղ գուկա Սամվել Ղարաբեդյանին ուժը, չգիտեմ ինչպես, ու գիտենք, որ Ռուսաստանին կապված է, բայց գա այդ խաղապարը, որ նախկիներուն հետ համագործակցել անկարելի է եւ չեն ուզում, ուրեմն դժվար գացության մեջ են Լևոնականներ, Ռոբերտականներ, Սերժականներ, Գուսակսականներ, Տաշնակցություն ճագերդի մեջ, Անրաբեդականներ եւ այլն, եւ սա է խնդիրը ինձ համար, որքան Հայաստան փոխվում է եւ երթա դեպի ինքնիշխան պետություն, այնքան ինտիմատիվ, նախկին ինտիմատիվ, այսինքն նախկիններուն համար կամ այսօրվա ինտիմատիվ ուժերուն համար իրենց տաշտը գփոքրանա, բայց հարցան է, որ այդ տաշտը որ գփոքրանա, արդյոք ինտիմատիվ ուժերը գուսան, որ չի արմադագանանան իրենց գործելագերբը եւ այլն։ Սա է խնդիրը, որովհետեւ տեսակը վիրավոր, ծանր վիրավոր գենտանի պես են, եւ մեկը որ ծանր վիրավոր է, գրնա ավելի վայրենի, ավելի վայրենի լինել։ Հասկանալի է, հուսանք դա տեղի չի ունենա, պարոն Մինասյան, շատ շնորհակալ եմ ձեր նկատառումների համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, բարի օր։ Մեր հյուրն էր, որը մեզ միացել էր Ֆրանսիայից տեսակապով, քաղաքագետ Գայծ Մինասյան, իսկ մենք քիչ անց կվերադառնանք եւ կշարունակենք մեր աշխատանքը։
Ասել էինք, չէ, դեկտեմբերը նվերաշատ է։ Մինչև դեկտեմբերի 31-ը Fast Bank-ի ցանկացած Visa ակնքարտով գնիր ֆիլմի 1 տոմս Cinema Star-ի Dalma եւ Rio մոլերի մասնաճյուղերից եւ երկրորդ տոմսը ստացիր նվեր։ 2 տոմս, 2-ը նվեր։ Եվ այսպես շարունակ։ Եթե չունես Visa ակնքարտ, պատվիրիր Fast Bank Mobile-ով։ Դե ինչ, բարի դիտում։ Սիրելի հայրենակիցներ, ցանկանում եմ, որ 2026 թվականին արդեն իսկ հաստատված խաղաղության պայմաններում մենք ավելի շատ ստեղծագործենք, ավելի շատ բարիքներ ստեղծենք եւ վայելենք մեր կյանքը։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Մեր եթերը շարունակվում է, մեր հյուրն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Բարև ձեզ, պարոն Սաքունց։ Ողջույններ, պարոն Ստեփանյան։ Պարոն Սաքունց, երեք տեղի ունեցել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ընդլայնված նիստ, ես գիտեմ դուք եք մասնակցել, ընդհանրապես շատ կարևոր մի իրադարձություն է տեղի ունեցել, հաշվի առնելով, որ լրագրողական համայնքի թիվ 1 հարցը այս համատեքստում միշտ եղել է եւ կա վերջին տարվա ընթացքում առնվազն այն թե արդյոք ինչ փոփոխություններ են լինելու սահմանադրությունում կապված ադրբեջանական պահանջների հետ, սահմանադրական այդ պրեամբուլայի հանելը սահմանադրությունից։ Դրա համար առաջի հարցս այստեղից է, որովհետև սա հանրությանը եւ լրագրողական համայնքին հասկանալի պատճառներով ամենաշատն է հետաքրքրում։ Քննարկվել է այդպիսի հարց ձեր նիստի ժամանակ։ Սահմանադրության նախաբանում անկախության հռչակագրի հետ կապված հարցը չի քննարկվել ու դեռևս ինձ գոնե որպես սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ հայտնի չի թե երբ քննարկվելու սա ի սկզբանե ասեմ, չնայած բազմից նշել եմ կոնկրետ իմ դիրքորոշումը, որ եւ լավ է, որ նաեւ կա հստակ դիրքորոշում առնվազն պաշտոնատար անձանց մակարդակով, որ սահմանադրական փոփոխությունը բացառապես Հայաստանի Հանրապետության ներքին գործն է եւ անկախության հռչակագրի հետ կապված հստակ ասեմ, որ անկախության հռչակագիրը նախաբանից հանելուն իհարկե ես կտրականապես դեմ եմ, հաշվի առնելով նաեւ սահմանադրական դատարանի այն հայտնի որոշումը, որը վերաբերում է սահմանազատման հանձնաժողովին, բայց նաեւ անդրադարձավ սահմանազատման գործընթացի հետ կապված այդ հարցին եւ հստակ ներկայացրել է իր դիրքորոշումը։ Իսկ երեկվա նիստը սահմանադրական բարեփոխումների խորհրդի, ոչ թե հանձնաժողով, որտեղ հիմա չկա հանձնաժողով, խորհրդի կարելի ասել ընդլայնված նիստներ, ինչ իմաստով, որ բացի խորհրդի անդամներից մասնակցում էին նաեւ պետական այն մարմինների ներկայացուցիչները, որոնք անմիջականորեն առնչվում են այս պահին քննարկող հարցին, դա դատական իշխանության վերաբերվող բլոկներ, որովհետև դատական իշխանության հետ կապված հարցը բավական շատ կարևորվում է եւ իմաստը այդ ձևաչափի կայանում է նրանում, որ եւ դա իրապես կարևոր է արձանագրել, որ սահմանադրության այն ուղղակի այն հատվածները, որոնք կվերաբերվեն համապատասխան սահմանադրական մարմիններին, ապա նրանց ներկայացուցիչներին ներգրավել եւ նրանց մոտեցումները, կարծիքները հաշվի առնել
ուրեմն փոփոխությունների այդ գործընթացում, սա էր ամբողջ իմաստը։ Երեկվա ուրեմն թեմաների մեջ ինչպես նշեցի, բարձրագույն դատական խորհուրդներ եւ դատական իշխանության մասը։ Իսկ կոնկրետ որոշումներ չենք ընդունել, որ ես ասեմ, այս որոշումները ընդունել ենք փոփոխությունների վերաբերյալ եւ նաեւ երթվալ ատենակալների ինստիտուտի ներդրման մասին, այսինքն ըստ էության գիտեք, քանի տարի նախորդ նախագծերի ժամանակ էլ միշտ հայցակարգերում կար երթվալ ատենակալների ներդրման ինստիտուտը, հիմա նույնիսկ քննարկում է երթվալ ատենակալների ինստիտուտի ներդրման ուրեմն սահմանադրական ներդրման հարցը։ Դուք կոնկրետ ինչի վրա կառաջարկեիք կամ միգուցե առաջարկել եք սևեռել ուշադրությունը այդ խորհրդի աշխատանքներում կոնկրետ սահմանադրության որ փոփոխություն։ Ինչ պետք է, ինչ է անհրաժեշտ այսօր առաջին հերթին անել։ Այն ինչ որ անհրաժեշտ արվում է, փուլ առ փուլ։ Օրինակի համար նախորդ նիստում մենք դատախազության համակարգի բլոկն էինք նայում եւ հստակ ասեմ կարեւոր եւ արմատական փոփոխություններ են նախատեսվում, որ ձևավորվի օրինակ դատախազական խորհուրդ, հա, ոնց որ դատական իշխանության բլոկում է բարձրագույն դատական խորհուրդը, նաեւ լինի գլխավոր դատախազության, հա, այդ խորհուրդ ասածը, որը կունենա կամ առայժմ քննարկում է ունենա այնպիսի լիազորություններ, որոնք նման են բարձրագույն դատական խորհրդին, թե դատախազության աշխատողների տեխնացուների, թե մրցույթների եւ թե նաեւ գլխավոր դատախազի տեխնացուի, հա, քննարկման հարցերով, այսինքն եթե հիմա գլխադասային հանձնաժողովն է պարլամենտի որոշում տեխնացուն, որը պետք է առաջադրվի ազգային ժողովին, ապա հիմա բարձրագույն գլխավոր դատախազության այդ խորհուրդ, այս կոնկրետ այսպիսի ինչ որ հարցեր նախորդ ուրեմն նիստի, ոչ թե երեկվա նիստի ընթացքում կարծես թե կոնսենսուս կա այդ հարցում։ Փոխենք մեր զրույցի հիմնական առարկան։ Տեսեք, պարոն Սաքոնց, ինձ համար այդ փաստաթուղթը, որը հրապարակվել է ԱԱԾ-ի կողմից եւ որը վերաբերվում է պարոն Եզրաս Ներսիսյանին եւ նրա անձնվեր աշխատանքին հանուն հայրենիքի, ինձ մոտ առաջին հերթին ասոցացվեց ոչ թե լյուստրացիայի հետ, իսկ սա լյուստրացիոն փաստաթուղթ էր, այլ ինքնալյուստրացիայի հետ։ Ինչու՞։ Որտեվ պարոն Ներսիսյանը հայտնի պատճառներով ինձ համար այստեղ որևէ հարց չկա, հարց չունեմ ես, որևէ արձագանք չկա, հա, չկա արձագանք, բայց այլ հասարակության որոշակի հատվածը շատ բուրըն արձագանքեց այդ փաստաթղթի հրապարակմանը եւ իմ անձնական կարծիքով իրականում սկսվել է ինքնալյուստրացիոն գործընթաց, երբ որ մարդիկ, որոնք միջև այսօր շատ հետաքրքիր կերպով լռում էին, կապված այս բոլոր գործընթացը, դրանպես չէին երևում։ Միանգամից եկան առաջին պլան եւ սկսեցին խոսել այդ մասին, ասելով, որ փաստաթուղթը կեղծ է, որ եթե նույնիսկ մարդը ժամանակին համագործակցել է ՊԱԿ-ի հետ, այստեղ որևէ խնդիր չկա, որովհետեւ ՊԱԿ-ը սովետական միության կառույց է եղել անվտանգային, սա մեզ համար հայրենի կառույց է, ինքը աշխատել է պետության համար, ՊԱԿ-ը պետություն է եղել, պետության համար է աշխատել։ Այսպեսի կարծիքներ լսելով ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ այդ լավ բառ կա ռուսերեն արտահայտությունից, մնավարի շապկա գարիտ։ Այդպեսի տպավորություն է ինձ մոտ։ Եվ նաեւ եւս մեկ հարց։ Դուք այն մարդն եք, որ այս տաղավարում մի քանի տասնյակ անգամ առնվազն իմ հիշողության վրա, նաեւ այդ թվում նաեւ ինձ հետ, իմ գործընկերի հետ, քննարկել է լյուստրացիայի անհրաժեշտությունը Հայաստանում։ Այդ գործընթացը չպետք է վերաբերվի միայն պարոն Եզրասին, հա, կամ պարոն Կտրիչին, Գարեգինին, պետք է բոլորին վերաբերվի, որովհետեւ այս բոլոր մարդիկ, որոնք այսօր փորփորը բերաններին խոսում են եւ աչ ու ձախ անեծքներ եւ վիրավորանքներ են տարածում, իրենք էլ իրենց իսկական երեսները երևա։ Մի փոքր նաև խոսենք այդ մասին, եթե չեք հրաշալի։ Չէ, իհարկե, թեման ակտուալ է եղել միշտ։ Այո։ Եվ ունեցել է տարբեր ընկալումներ, իդեպ մինչև 91 թվականը խորհրդային միության օրոք գիտեին KGB-ն ինչ է։ Չէ, վերջին հաշվով KGB-ն դա
կոմունիստական ռեժիմի ուրեմն ձևակերպմամբ ինքը հանդիսացել է մարտական ջոկատը կոմունիստական կուսակցության боевой отряд Politburo, հա, sense որը նաև պայքարել է այլախոհների հետ, դիսիդենտների հետ է պայքարել, չէ՞։ Բնականաբար, քանի որ եղել է մի կուսակցական ռեժիմ, բռնապետական ռեժիմ, ինքը քաղաքական հետապնդման գործիք է եղել։ Սա այնքան պարզ է։ Եվ այն ժամանակ հետապնդվողները այսօր ասում են, որ ոչ մի բան չկա, ինչ անեք, մարդը աշխատել է պարկի համար։ Ամբողջ ողբերգությունը նրա մեջ է, պարոն Ստեփանյան, որ տեսեք, այն խնդրի հետ կապված, որը վերաբերում է եկեղեցու, հա, դիրքին եւ այլն կամ եկեղեցականների ինչ-որ մի պահվածքին, կուսակրոնությունից անցանք հասանք մինչև KGB-ի գործակալի, հա, այդ դրույթին։ Սա վկայում է ոչ համակարգային մոտեցման մասին։ Եվ որ ասում եք ինքնալյուստրացիա, այդ մեր համար, համախոհների համար ինքնալյուստրացիա, իրանց համար ինքնապաշտպանություն, ասենք, թե որոնք պաշտպանում են։ Բա ինչի է ինքնալյուստրացիա, որտեղ ինքնապաշտպանում են։ Բայց եկեք մի կարևոր հարցերի մասին խոսենք։ Իդեպ ասեմ, որ լյուստրացիայի մասին խնդիրը դրված է եղել նաև Գերագույն խորհրդի 1990 թվականին, հա, այդ անցումային ժամանակահատվածում Գերագույն խորհուրդը, որը գործեց մինչև 1995 թվականը։ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջաններից մեկում եւ հաջողությամբ տապալվեց։ Իդեպ շատ տեղին կլիներ այդ հարցի քննարկման ականատեսները, մասնակիցները հրապարակավ ներկայացին, թե ինչն էր պատճառը։ Այդ ինչպես եղավ եւ իդեպ դրանք առաջի բանը ուրեմն այդ Գերագույն խորհրդի, այսպես կոչված կամ անկախության հայրերի անմիջական մասնակցությամբ եւ իրենց օրոք հարցի քննարկումն ա եղել։ Հետո իհարկե նրանց ճանապարհները բաժանվեցին տարբեր քաղաքական կուսակցությունների եւ քաղաքական տարբեր ուղղություններով, հա, բայց խնդիրը կանում է, որ լյուստրացիայի հարցը խորհրդային ժամանակահատվածի ուրեմն KGB-ի արխիվների ուրեմն դրանց բացման եւ դրա հետ կապված հարցը հաջողությամբ ձախողեցին։ Դա փաստ է, որ քննարկվել է, փաստ է, որ ձախողեցին, որոշեցին Գորբաչովյան հայտնի հանձնաժողով ստեղծեն, թե ինչ-որ մարդկանց խումբ, որ գնացին քննարկեցին, հետո եկան ասեցին, չէ, բա նպատակահարմար չէ։ Այս հարցը ինչով է պայմանավորված, որ նպատակահարմար չէ։ Սա առանցքային նշանակություն ունի ընդհանրապես Հայաստանի անկախության ի սկզբանե հետագա զարգացումների վրա։ Ակնհայտ է, որ խորհրդային միության ժամանակ այսպես կոչված հանրապետությունը ունեն ձևական բնույթ։ Ճիշտ է, որ կար արտաքին գործերի նախարար, գիտեք, վերջինը Ջոն Կիրակոսյան չէ, որը ընդամենը 1-2 հոգյանոց, բայց դրանք ձևական նշանակություն եւ պետական կառույցներ, այդ թվում Հայաստանի խորհրդային հանրապետության, եթե ընդունեն որպես բան, դրա պակը հանդիսանում է սովետական պակի KGB-ի ուղղակի միասնաճյուղը։ Երբ որ ասում են, թե դրական տեսքով են փորձում ներկայացնել, ապա ըստ էության լեգիտիմացնում են խորհրդային ռեժիմը։ Բայց եթե խորհրդային ռեժիմը լեգիտիմ է, նշանակում է Հայաստանի Հանրապետության անկախությունը լեգիտիմ չի։ Չէ, վերջին հաշվով դուք հիմա խորհրդային ռեժիմի կողմնակից եք, թե անկախության կողմնակից եք։ Սա ճշմարտության պահ է։ Եվ հիմնական խնդիրը, որ ես անդրադառնում եմ այդ առաջին ուրեմն այդ ազգային ժողովի, ասենք այդ անկախության, իսկ իրապես անկախությունը բովանդակային առումով, արժեքային առումով հիմնվել է։ Եթե դու չես տալիս քաղաքական գնահատական, իրավական գնահատական խորհրդային կառավարման կամ խորհրդային ռեժիմի կառավարման տարիներին։ Ինչի մարում ես այս հարցը տալիս, որովհետև մենք այդ հարցին, եթե կհիշեք, անդրադարձանք նաև 2018 թվականից Թավշյա հեղափոխությունից հետո, որը հաջողությամբ էլի ձախողվեց։ Քաղաքական եւ իրավական գնահատական տալ
եւ պետության զարթման ժամանակահատվածին եւ նաեւ խորհրդային։ Ուրեմն չտրվեց քաղաքական եւ իրավական գնահատական, որի հետևանքով նաեւ այն հետագա իրադարձությունները, որտեղ ունեցավ Ստեփանավանի մետաքսե գործանի կոմբինատի պարտքումը դարավ հանրապետության նախագահ եւ դա ընդունվում էր նորմալ։ Ինչու չտրվեց։ Ինչու չտրվեց մի կառույցի այդ մի ամբողջ ռեժիմի քաղաքական իրավական գնահատականը, որի հիմքերից հիմքը KGB-ն էր, ՊԱԿ-ը։ Եվ արդյոք դա հարցեր շատ կան։ Արդյոք դա էական նշանակություն ուներ այդ գնահատական չտալը Ռուսաստանի հանդեպ անկախ արդեն Հայաստանի դիրքավորման վրա։ Իսկ դա արդյոք որևէ ազդեցություն չի ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական բազայի տեղակայման, օրինականացման եւ դրա ժամկետի երկարացման վրա։ Արդյոք դա հենց գնահատական չտալը իրավական էական ազդեցություն չի ունեցել հայ-ռուսական, այսպես կոչված ռազմավարական պայմանագրերի, հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանների պաշտպանությունը Ռուսաստանի Դաշնությանը հանձնելու։ Ռուսաստանի Դաշնությունը ինքը հանդիսացավ ըստ էության խորհրդային միության իրավահաջորդը։ Անկամ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից մեկն էր խորհրդային միությունը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արդյունքների առումով եւ Ռուսաստանը ըստ էության եւ աշխարհը ճանաչեց նրան իրավահաջորդ։ Եվ հիմա այն ինչ որ կա Ռուսաստանի Դաշնությունում ինքը բովանդակության ամբողջությամբ հանդիսանում է այդ իրավահաջորդության բովանդակային ամրագրումը։ Այնպես որ այն փոքր ժամանակահատվածում եւ եթե ես ասեմ պարոն Ստեփանյան, այդ ժամանակ ես երբ սովորում էի ասպիրանտուրայում Մոսկվայում դեմոկրատական թևը հայտնի ուրեմն ինտելեկտուալների շրջանակը նույնպես պահանջում էր կոմունիստական կառավարմանը տալ քաղաքական իրավական գնահատական եւ որը չարեց նոր իշխանությունը հանձինս Ելցինի։ Իդեպ հենց դրա հետևանքով եղավ այն ինչ որ եղավ։ Սա մասին չեն խոսում։ Դե հասկանալի է Ռուսաստանում ինչի չեն խոսում։ Մեզ մոտ ինչի չեն խոսում։ Հենց այդ եմ ասում, եւ դա մի կարևոր ցուցանիշներից մեկն է, որ մենք դեռևս մնում ենք որպես հետխորհրդային պետություն։ Հետխորհրդային պետություն ասածը անունով դու անկախ ես, բայց մնում ես խորհրդային կաղապարների եւ մտածողության մեջ, երբ որ ճիրաններում, այո, երբ որ դու ընդունելի ես համարում KGB-ի հետ համագործակցությունը նման ձևակերպում, եթե դա ասվեր օրինակի համար Էստոնիայում կամ Լեհաստանում, դա կամ Չեխիայում, դա կլիներ քաղաքական մեծ սկանդալ, դա կլիներ քաղաքական մահը նման գործիչի ինքնին համագործակցության կապ չունին եւ հետո փորձել արդարացնել, որ գիտեք ոնց է լավ նպատակներով, երբ որ այդ ի սկզբանե լավ համարել KGB-ի կողմից քաղաքական այլախոհներին հետապնդելը, սպանությունները ի վերջո, ապօրինի ազատազրկումները ի վերջո, հոգեբուժական հաստատությունների մարդկանց ուրեմն ստիպողաբար պահելը, արտասահմանյան երկրներում ոչ ցանկալի անձանց սպանություն բազմաթիվ փաստեր կա։ Ես պահին հիշեցի բուլղարական հայտնի գործիչներից մեկին, որ այդ Հովանոցի, Զոնտի այդ ծայրով ուղղակի թունավոր գործողություն էին կատարել եւ մարդը մահացել էր։ Բան սակոնց։ Չէ, գիտեք, այս եւ հիմա մենք գիտեք ինչ վիճակում ենք եւ դա պատասխանատուն իշխանությունն է։ Երբ որ հաղորդման ընթացքում մենք խոսում ենք մի հարցի մասին, որը մեկ այլ հաղորդման ընթացքում լրիվ հակառակ բանն է եւ դա համարում են որպես լեգիտիմ։ Այսինքն դա էլ ինչ ա եղել բազմակապության շրջանակներում է։ Այսինքն այստեղ է ուզում տանել, տեսեք, մի հատ հենց օրինակ։ Ուր է գնում հասնում։ Քաղաքական գործիչներ Հայաստանում, փորձագետներ, ուղղակի քաղաքացիներ ասում են,
Համագործակցել է ՊԱԿ-ի հետ, չէ՞։ Դուք բռնել եք հիմա ԱԱԾ, դա հրապարակում եք։ Երբ որ դուք դա հրապարակում եք, հիմա քաղաքացիները դա կնայեն, կտեսնեն, ձեզ չեն վստահի եւ ձեզ հետ չեն համագործակցի։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ԱԱԾ-ի հետ չեն համագործակցի, որովհետեւ ԱԱԾ-ն սլիվը անում ջրում է, ՊԱԿ-ի գործակալ։ Ուրեմն որտեղ ենք հասնում։ Շատ կարևոր հարցի անդրադարձակ։ Բառացիորեն մի քանի շաբաթ առաջ, պարոն Ստեփանյան, Մարտիրոսյան հյուպական դատարանը վճիռ կայացրեց Հրայր Մանուկյան ընդդեմ Հայաստանի, որը վերաբերում էր ազգային անվտանգության ծառայության կողմից ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչի հավաքագրմանը փորձին։ Եվ դիտարկեց դա իրապես խախտում։ Այսինքն ինչի մասին է խոսքը։ Իսկ ով ասել, որ մենակ եկեղեցի կամ հոգևորական։ Չէ, վերջնաշուտ քաղաքական, հասարակական։ Ես գնալով ամրապնդվում եմ այդ մտքում։ Այդ թվում նաև ռազմական։ Իհարկե։ Երբ որ նախկին ԱԱԾ-ականները հավաքվում են ու ինչ-որ հասարակական շարժում են ստեղծում, Պաշտպանելով Ռուսաստանի Դաշնության շահերը։ Այդ թվում նաև մարդիկ, ովքեր պետի պաշտոն են զբաղված։ դա հետևանք է հենց այդ իրավական եւ քաղաքական գնահատական չտալուն, եւ հետո երբ ասում են, հետո հա չափել 2%-ն է արխիվների մնացել, թե 10%-ը։ Ինչ կարևոր է, քանի տոկոսն է մնացել։ Երբ որ դու ինչ անշանակում քաղաքական գնահատական տալ։ Քաղաքական գնահատական տալու նախորդում է քննարկումները, տվյալների հավաքագրումը, վկայությունների հավաքագրումը, մարդիկ, որոնք տառապել են կամ տուժել են այդ ռեժիմի ժամանակ, ըստ իրենց քաղաքական հայացքների նաև, չէ՞։ Տալիս են վկայություն, թե ոնց է աշխատել։ Ես այս բանը հիշեցի բանը Վարդան Հարությունյանի մի խոսքը է, այլախոհ խորհրդային միության օրոք։ Եվ ասում եմ, ես Հայաստանի Հանրապետության անկախության ձեռքբերումից հետո հանդիպեցի ազգային անվտանգության ծառայությունում այն աշխատողին, որը սովետի ժամանակ իր նկատմամբ հետապնդմանն է մասնակցել։ Չէ, սա ինչ է նշանակում։ Սա նշանակում, որ պետական ազգային անվտանգության ծառայությունը որպես մարմին անունն է փոխվել, բայց բովանդակային առումով երբ որ մնում են մարդիկ, որոնք խորհրդային միության օրոք եղել են ՊԱԿ-ի աշխատող, այն նման, դու գիտեք ինչ տեղի ունեցավ Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունը, երբ որ միացված Գերմանիային։ Ես դա ականատես եմ եղել։ Խնդիրը ինչ չի միայն որ շտազի կառույցը, որը անվտանգության մարմինի բավական լուրջ հզոր մարմիններից մեկն էր ԿԳԲ-ի, որ փակվեց։ Խնդիրը կանում է, որ շտազի որևէ աշխատակից իրավունք չուներ պետական որևէ պաշտոնի հավակնելու։ Կարող են բիզնեսով բանով զբաղեն, բայց քաղաքականության կամ պետական, ել չեմ խոսում բանի մեջ, ընդհանրապես արգելվեց։ Եվ բացի այդ նաև այդ լուստրացիա ասածը տեղի ունեցավ։ Դրեզդենում մոտ 130,000, ես այդ թանգարանում եղել եմ, տեսել եմ, արխիվներ կան, որոնք վերաբերում են քաղաքացիների վերաբերյալ հավաքագրված տվյալներին, դոսիեներին հայտնի։ Եվ ամեն մի քաղաքացի կարող է դիմել այնտեղ, թե եւ հարցումով ստանալ իր վերաբերյալ ինչ տեղեկություններ են հավաքագրել եւ ովքեր են այդ տեղեկությունները տրամադրողները։ Պարոն Սաքուն, տեսեք, չէ։ Անցնենք առաջ, էլի։ Չէ, այս բանը գիտեք ով էր այդ թանգարանում աշխատում։ Շտազի ժամանակ արխիվում աշխատող մեկը, որը լավ գիտեր այդ ամեն ինչը, որը կարողանում էր, ասենք թե դասակարգել այդ արխիվները արդեն նոր նպատակով։ Հասկանալի է, ես ուրիշ բան եմ ասում։ Ամեն ինչ պարզ է։ Եզրացների հետ ամեն ինչ պարզ է, կամավոր ինքնալյուստրացիայի ենթարկվողների հետ ամեն ինչ պարզ է, ամեն ինչ պարզ չէ իշխանության հետ։ Իսկ միգուցե նրանք չեն գնում այդ լյուստրացիոն գործընթացների այն պարզ պատճառով, ես չեմ ուզում թվեր հնչեցնեմ, որ առնվազն պետական ապարատի կեսը գործող չի կարողանալու աշխատի պետական ապարատում այդ լյուստրացիայից հետո։ Սա խնդիր է եւ համակարգային խնդիր է։ Եթե իհարկե համամիտ եք ինձ հետ։ Գիտեք, խնդիրը եկեք այսպես, երբ որ ասեցին քաղաքական իրավական գնահատական, դրանից հետո գալիս է մեխանիզմներին։ Ծանր հանցագործությունների մեջ մասնակիցները կամ հավաքագրվածները, որոնք իրենց գործողություններով նպաստել են մարդկային ճակատագրերի խեղմանը, հա, իհարկե նրանք պետք է դատապարտվեն։
եւ պատասխանատվության ենթարկեն, բայց խնդիրը այստեղ մեղքի զգացման ձևավորման մասին է խոսքը։ Ինքը պետք է համարվի մեղք է գործել հավաքագրվելով, համագործակցելով։ Երբ որ այդ մեղքի գաղափարը չկա, հասարակությունը չի կարող մաքրվի։ Ես մի պարզ օրինակ էլ ասեմ, հա։ Ես միշտ այդ օրինակը բերում եմ։ Նացիստական Գերմանիայի ժամանակ, երբ որ ժողովրդի գերազանց մեծամասնությունը Հայլ Հիտլեր էր ասում, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Նյուրնբերգյան դատավարությունից հետո, որի նմանը չարվեց թե Ռուսաստանում եւ թե նաեւ Հայաստանում չարվեց։ Գերմանացիներն այլ մոլորակից չբերեցին։ Այդ նույն գերմանացիներն են, չէ՞ որ Հայլ Հիտլեր էին ասում։ Իրենք իհարկե դրանից հետ կան։ Իրենք ձևավորեցին մի կարևոր արժեքային համակարգ, որ այն ինչ որ կար նացիզմի կամ բռնապետական ռեժիմի ժամանակ, այդ մեղավորությունը եւ մեղքի ընկալումը, որ ինչը չէր կարելի եւ ինչն է անթույլատրելի, ինքը հիմք հանդիսացավ բարոյական վերականգնման, որը չարվեց Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո։ Եվ դրա պատասխանատուները լռում են, ավելին, նույնիսկ գտնում են կամ լռում են իհարկե որովհետեւ գնահատական չտալով է թող իրանց խղճի վրա մնա, հա։ Բայց նոր իշխանությունն էլ ունի պատասխանատվություն, չհասկանալով հանդերձ, թե այդ մեղքի ձևավորման զգացումը ինչ էական նշանակություն ունի հանրային բարոյականության արժեքային տեսակետից, հա, եւ երբ որ դա այդ խավարանով, այդպես ասեմ, հա, այդ լյուստրացիայով, այդ ֆիլտրացիայով չի անցնում պետական մարմինը, կներեք, ես ասեցի Հրաչ Մանուկյանի բանից, գնահատացին չի անցել։ Երբ որ Վանեցյանն նշանակեց վարչապետը ազգային անվտանգության ծառայության պետ, իմ թիվ 1 հարցը հետեւյալն էր։ Իսկ դուք ստուգել եք Վանեցյանը մասնակից է քաղաքական հետապնդման գործողություններին։ Չէ, դուք ստուգել եք, երբ որ քո զինվորականության գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախկին նախարար, նախկին գլխավոր շտաբի պետ հանգրվանում է, ապաստանում է Ռուսաստանի Դաշնություն, որի նկատմամբ քրեական գործ կա։ Էլ ինչ ապացուցակ ես պետք։ Եվ այստեղ իհարկե քաղաքական նպատակահարմարությունը, ես դες հստակ ձևակերպեմ, այն է, որ Ռուսաստանի Դաշնության հետ այսօրվա ռեժիմի հետ չսրել հարաբերությունները, որտեղ դե հիմա իրանց նախագահը KGB-ի նախկին, չգիտեմ, փոխգնդապետ է, թե գնդապետ է եղել, հա, նույն Գերմանիայում։ Շատ ցավոտ է, չէ, վերաբերվում այդ լյուստրացիայի բանին։ Սա ագենտուրային իր նախկին աշխատողներին բերել է իշխանության իր ամբողջ։ Եվ այնտեղ KGB-իզացիա է գնացել։ Երբ որ քաղաքական այդ նպատակահարմարությունը չսրելու ինքը մեծ վնաս է հասցնում քո պետության ներսում, այդ ո՞նց է լինում, որ Լեհաստանում գործողություններ է կատարում FSB-ն կամ ԳՌՈ-ն, հա, նույն անվտանգային ծառայությունը, Հայաստանում չի կատարում։ Թե Հայաստանում անպատիժ են կատարում, կամ ինքը Հայաստանում վնաս չի տալիս, այսինքն հիմա Հայաստանում ու դու չունես էլ վստահություն, թե ազգային անվտանգության ծառայությունը որպես մարմին ինքը իրապես լրիվ անկախացած է, կամ ոնց կարող անկախացած լինի Ռուսաստանի FSB-ից անունն է փոխվել այնտեղ, քոնը դարել է բանը ազգային անվտանգության ծառայությունն է այնտեղ էլ ֆեդերալ անվտանգության ֆեդերալ ծառայություն։ Բայց իրանք գիտեք շատ հետաքրքիր մի հատ փաստ հիշեցի, որը թվում է թե կոնտեքստից դուրս է, բայց Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներից մեկը կին, չեմ հիշում ազգություն, բայց Հյուսիսային Կովկասից, որ ընտանեկան բռնությունից խուսափելով ապաստանել էր Հայաստանում, ազգական է, բարեկամ է, ոստիկանության աշխատակից է, գալիս է եւ մեր մոտ ոստիկանության աշխատակիցը հանդիպացնում է ընտանեկան բռնությունից փախած աղջկան հարազատի հետ, որը եկել է, որ նրան վերադարձնի։ Եվ գիտեք ինչն է բուն հիմքում, ոչ իրավական հիմքեր չկար, ասենք թե պաշտոնապես դիմեն կամ բան։ Դե մեր կոլեգան է։ Հասկանու՞մ, այսինքն այս կոլեգալության մտածողությունը, երբ որ իրավապահ համակարգում
շարունակում է մնալ այն դեպքում, երբ որ այդ կոլեգան ճակերտավոր, այնտեղ մարդկանց է սպանում, մարդկանց է հետապնդում, կներեք այդ քացու տակ գցելու, հա, նվաստացնելու, դու ո՞նց կարաս դու համար այս բանը կոլեգա, այսինքն դու շնորհակալ դու այդ ոճը, այդ բնույթը, կամ ասենք թու ազգային անվտանգության ծառայության նախկին պետը ասում է Բրատ Կադիրովը, հիշում եք։ Եվ դա որևիցե մեկը արտարոց ոչինչ չի համարում, այսինքն ես իշխանության շատերը հպարտանում են։ Իշխանության պատասխանատվությունը այստեղ հենց տեսնում եմ, որ ինքը այդ մեղքի զգացման ֆենոմենը չձևավորեց, որի հետևանքով այո դուք շատ ճիշտ եք։ Խնդիրն այն չի, որ նախկինում հավաքագրված եղել թե չէ, այլ խնդիրն է, որ հավաքագրված լինելը ինքնին չի համարվում անթույլատրելի այն իմաստով, որ դու համագործակցել ես հակամարտկային բռնապետական ռեժիմի կառույցի հետ եւ կապ չունի ազգությամբ հայ, այդ ազգությամբ հայերը Հայաստանում բանը KGB-ի աշխատողները ինչա չէին հետապնդում։ Պարոն Սաքուն, շատ մեծ թեմա է, շատ ծավալուն թեմա է, հուսով եմ, որ հնարավորություն կունենք անդրադառնալ, իսկ հիմա այսքանով ավարտենք, շնորհակալ եմ ձեզ։ Մեր հյուրն էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Քիչ անց մենք կվերադառնանք եւ կշարունակենք։ Ասել էինք, չէ, դեկտեմբերը նվերաշատ է։ Մինչև դեկտեմբերի 31-ը Fast Bank-ի ցանկացած վիզա ակնքարտով գնիր ֆիլմի 1 տոմս Cinema Star-ի Dalma եւ Rio մոլերի մասնաճյուղերից եւ երկրորդ տոմսը ստացիր նվեր։ 2 տոմս, 2-ը նվեր։ Եվ այսպես շարունակ։ Եթե չունես վիզա ակնքարտ, պատվիրիր Fast Bank Mobile-ով։ Դե ինչ, բարի դիտում։ Սիրելի հայրենակիցներ, ցանկանում եմ, որ 2026 թվականին արդեն իսկ հաստատված խաղաղության պայմաններում մենք ավելի շատ ստեղծագործենք, ավելի շատ բարիքներ ստեղծենք եւ վայելենք մեր կյանքը։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Մեր եթերը շարունակվում է, մեր հյուրն է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ Բարև ձեզ, պարոն Մելիքյան։ Լյուստրացիայից եւ ինքնալյուստրացիայից սահուն անցում կատարենք հիբրիդային պատերազմներին եւ այն գործիքակազմին, որոնք կիրառվում են այդ թվում նաեւ մեր հայկական ԶԼՄ-ներում եւ ինչու ոչ այլ երկրների ԶԼՄ-ն այդ պատերազմի շրջանակներում, նաեւ տեղեկատվական տիրույթում։ Ես տեսնում եմ տարբեր լրագրողական հետաքննություններ, բավականին որակյալ աշխատանքներ, որպես 20 տարվա լրագրող կարող եմ դա պնդել, որտեղ բացահայտվում է այդ գործիքակազմը եւ նշվում է, որ օրինակ Հայաստանում 26 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արտաքին դերակատարները սկսել են կիրառել հայալեզու լսարանը թիրախավորող հիբրիդային պատերազմի այնպիսի գործիքներ, որոնք նախկինում լայնորեն կիրառվել են հետ խորհրդային այլ երկրներում եւ Եվրոպական միությունում։ Հասկանալի է, որ երկրների մասին է խոսքը, այսպես կոչված Մոլդովայի փորձը կամ Մոլդովայի սցենարը։
Խնդրեմ նաև ձեր տեսակետը, դուք որպես ոլորտի մասնագետ, պրոֆիլային մասնագետ, ինչ ուղղություններ եք տեսնում այս պատերազմում, որոնք են հիմնական թիրախները եւ ինչպես հետեւապես փորձել հակազդել այդ գործիքակազմին։ Մենք այս ստուդիայում առիթ ենք ունեցել զրուցելու այդ թեմայով եւ այն ժամանակ ես ասում էի, որ պետք է սպասել, որ այդ հիբրիդային պատերազմ կոչեցյալը կսասկանա եւ ինչքան որ մոտենում են խորհրդարանական ընտրությունները, այնքան այդ պատերազմը թեժ է լինելու։ Այն հետաքննական նյութերը, որոնք որ հրապարակվեցին, դրանք շատ այսպես հստակ պատասխան էին այն մարդկանց ինֆորմացիոն դաշտում այսպես շատ ակտիվ գործող, այդ թվում լրատվամիջոցների ղեկավարներին, ովքեր որ վերջին հատկապես շաբաթների ընթացքում ակտիվորեն առաջ էին տանում այն թեզը, որ դա մտածածին բան է, ոչ մի հիբրիդային պատերազմ չկա։ Հիմա էլ են ասում։ Այո։ Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ուղղակի այդ թեզը շատ ավելի ակտիվ առաջ է մղվում, որ դա մտածածին բան է, որ ոչ մեկն էլ ոչ մի հիբրիդային պատերազմ չի վարում, դա պետք է միայն իշխանություններին, որպեսզի նրանք այսպես իրենց գործողությունները կամ հակազդեցությունները առաջ մղեն։ Իրականում ովքեր որ հետևում են այդ զարգացումներին, նախ շատ լավ գիտեն, որ նույն Ռուսաստանում գործում է բարձրաստիճան պաշտոնյա նշանակված, որը որ զբաղվում է հետ խորհրդային երկրներում այդ ներքին ազդեցությունների վրա եւ մասնագիտացված է այդ գործնեությամբ, բնականաբար ինքը ոչ թե մենակ է, այլ դա ամբողջ մի ինստիտուտ է իր այսպես զարգացած ցանցերով եւ այլն, իրենց մարտավարությամբ եւ նաեւ ռազմավարությամբ եւ այն ինչ հրապարակվեց մեր մամուլում, դա ընդհանրապես նոր քայլերի բացահայտում էր, որովհետև մինչ այժմ ավելի շատ օգտագործում էր հետևյալ սխեման, որ ինչ որ արտասահմանյան լրատվամիջոցում այդ երկրի լեզվով ինչ որ հրապարակումներ էր կազմակերպվում, դա փոխանցվում էր հայկական լրատվական դաշտ, այստեղ ունեն իրենց ուրեմն կայանները, այսպես ասեմ, հարթակները, որոնք որ դա տարածում էին հղում կատարելով այդ սկզբնաղբյուրներին եւ պատրանք ստեղծելով, որ այն ինչ որ հաղորդվել է ճիշտ է։ Հիմա հաջորդ քայլը արդեն հայալեզու է այդ ամենը մատուցվում հենց դրսից եւ հենց ուղիղ այսպես հասարակության համար։ Ոչ միայն։ Ես դրա համար ընդգծեցի, որ այդ դրսի ուժերը, առհասարակ հիբրիդային պատերազմի մասին խոսելիս պետք է հաշվի առնենք, որ դա կարող է ինֆորմացիոն ինտերվենցիա լինել դրսից եւ դա կարող է կազմակերպվել հենց ներսում։ Եվ այդ ցանցերը մեծ հաշվով փոխկապակցված են եւ այն հարթակները եւ այն հարթակների ղեկավարները, որոնք որ ակտիվորեն առաջ են մղում այն թեզը, թե ոչ մի հիբրիդային պատերազմ չկա, իրականում նրանք հաճախ մասնակից են այդ գործընթացի եւ ակտիվ դերակատարներից են։ Եվ կարծում եմ, որ մեր հասարակությունը շատ լավ տեսնում է ինչ է կատարվում, բայց հրապարակումները վերջին ժամանակահատվածի կարծում եմ ավելի լավ կօգնի հասարակությանը հասկանալու, թե ինչ մեխանիզմներ եւ ինչ սխեմաներ են գործում այդ գործընթացում։ Եվ մեծ հաշվով մենք տեսնում ենք, որ դա կարող է արդեն լինել հղումներ, չգիտեմ, իսպանացի մի լրագրողի հրապարակման, բրազիլացի ինչ-որ մի լրագրողի հրապարակման, թուրք լրագրողի, որը որ Լուգանսկում կարող է քաղաքացիություն ձեռք բերած լինել եւ այնտեղ աշխատել, մի խոսքով շատ այսպես խճճված մեխանիզմներ է օգտագործվում, բայց նաեւ իհարկե օգտագործվում է ներքին լծակները եւ
Համենայն դեպս այն պնդումները, որ հիբրիդային պատերազմ չկա, կրկնում եմ, հասարակության զգոնությունը թույլատնելու նպատակով է արվում։ Ուղղակի շատ կարևոր է, որպեսզի այդպիսի բացահայտումներ շատ լինեն, շատ հետևողական գործեն այդ փաստերի ստուգման հարթակները, շատ կարևոր է, որպեսզի որակյալ լրատվամիջոցները իրենց լսարանի հետ աշխատեն եւ բացահայտեն այն բոլոր կեղծիքները, որոնք որ տարածվում են Հայաստանում, որովհետեւ չի կարելի այսպես թեթև մոտենալ դրան եւ համարել, որ այնպիսի ակնհայտ սուտ է կամ այնպիսի հիմարություն է, որ ոչ մեկի վրա դա չի ազդի, ոչ։ Ես օրերս մի հիվանդանոցում էի եւ մի բժշկի հետ էի խոսում, որը որ sense լուրջ աչքերով ասում է, բա այս օթի աղտոտվածությունը, որ շինարարության հետ է կապված եւ այլն, այդ բնակարանների կարիքը չկա Հայաստանում։ Դա ուղղակի ադրբեջանցիների համար է կառուցվում ու լուրջ այդպիսի բաներ է ասում դուք երևի նաեւ հավատացել եք, որ Հայաստանում 100 մզկիթ է կառուցվելու, որ Փաշինյանը խոսք է տվել Էրդողանին եւ այլն, հա իհարկե դուք կասկածում եք, ասում է։ Ես ողբերգություն է։ Հա, այո, ողբերգություն է, եթե դա գիտեք անգրագետ, այսպես կրթություն չստացած մարդներ, բայց խոսում է բժիշկ ու ես երբ որ բնականաբար ես որոշ բանավեճի մեջ մտա, որը որ անիմաստ էր, որովհետև այդ մտածելակերպի տեր մարդուն մեկը ոչինչ չես համոզի։ Ուղղակի դուրս գալուց ես մտածում էի, լավ, այս մարդը հետարքե սրա բուժած է ինչ պետք է լինի, եթե ինքը այս մտածելակերպի ու այս խելքի տեր մարդ է։ Այնպես որ այո, ողբերգություն է եւ պետք է մենք այնուամենայնիվ չհուսահատվենք, ձեռքներս պետք է այսպես չթափտանք, ասենք, դե ողբերգություն է եւ վերջ։ Այդ ամենի դեմ պետք է պայքարել, պետք է փաստեր ստուգել եւ ներկայացնել հանրությանը, պետք է տարածել ճշգրիտ ինֆորմացիա, շատ ակտիվորեն հերքել այն ապատեղեկատվությունը, որ գալիս է, ի վերջո ինֆորմացիոն պատերազմ է, պետք է հենց ինֆորմացիայով եւ փաստերով, փաստարկներով դիմակայել դրան, հակառակ դեպքում այդ թյուրիմացության մեջ ընկած, մոլորության մեջ մարդիկ կավելանան, դրանց քանակը կարող է ավելանալ եւ պետք չէ խուսափել բանավեճերից, գոնե այն պատճառով, որ իրանք իմանան, որ հակառակը մտածող այդ ստերին չհավատացող մարդիկ նույնպես բավականին շատ են եւ կրկնում եմ, մենք պետք է շատ ավելի շրջահայաց լինենք եւ շատ ավելի ակտիվ գործենք, քան այն ուժերը, որոնք որ այսպիսի բարդ սխեմաներով փորձում են Հայաստանի մեջ տագնապ տարածել, այսպես արհեստական բողբողվածություն հասարակության մեջ մտցնել, դժգոհություն եւ այլն եւ այլն։ Պարոն Մելիքյան, եկեք բարձրացնենք մեր զրույցը, մակարդակը իջեցնենք, որպեսզի բոլորին բարձ լինի ինչի մասին է խոսքը։ Երբ որ տարածվում է Հայաստանի ներսում հայերեն լեզվով, դա շատ կարևոր է, ապա տեղեկատվություն առաջին հերթին Ռուսաստանից եւ նրանց սպասարկողներից Հայաստանի ներսում, երբ որ այդ ապատեղեկատվության շրջանակներում, ինչպես ձեր հարգելի բժիշկը նշեց, մզկիթներ են կառուցվում, չէ, ադրբեջանցիների համար տներ են կառուցվում Երևանում, Նիկոլ Փաշինյանը երեխաներին եփում է եւ ուտում է եւ այլն։ Սրա հիմնական թիրախը եւ նպատակը այն է, որպեսզի ընտրողը, հասցեատերը, հա, վերջնական է դեզինֆորմացիայի, գնա ընտրությունների ժամանակ եւ քվեարկի Նիկոլ Փաշինյանին դեմ։ Ճիշտ եմ հասկանում։ Իհարկե։ Հետևաբար քվեարկի կամ մեր ձևով, կամ Ռոբերտ Քոչարյան, ալա Սերժ Սարգսյան, կամ այդ սպասարկումների ինչ որ մեկը օգտին։ Սա է, չէ՞, թիրախը, որպեսզի մեր հեռուստադիտողները հասկանան ինչ են իրենցից ուզում։ Եթե մենք այս մտքերը տեղափոխենք, ասենք մոլդովական դաշտ, տեսնում ենք, որ դա մեկից մեկ բռնում է։ Այսինքն նույն Ռուսաստանը
հասկանում է, որ դե բոլոր երկրների հետ խորհրդային երկրների հետ հոչի պատերազմելու, այսպես ուժով գրավի տարածքներ, ինչպես Ուկրաինայում է անում։ Նա ժամանակակից տեխնոլոգիաները օգտագործելով փորձում է մարդկանց գիտակցության վրա ազդել եւ ստանալ այնպիսի ռեժիմ հետխորհրդային երկրներում, որոնք որ իրենց խամաճիկները կլինեն եւ Պուտինի այդ խելահեղ գաղափարը իրականացվի սովետական միության վերականգնումը կամ, չգիտեմ, վերադարձը, այսպես ասենք, ինչքան որ հնարավոր է նախկին խորհրդային միությունից։ Եվ բազմաթիվ հրապարակումներ են եղել եւ արևմտյան մամուլում եւ փաստորեն նաեւ ամերիկյան establishment-ն էլ փաստեց եւ Թրամփին զեկուցել է, որ Պուտինը չի հրաժարվել իր այդ գաղափարից, որ ինքը ուզում է այդ կայսրությունը ինչ որ չափով գոնե վերականգնել եւ ինքը պլաններ ունի բոլոր հետխորհրդային երկրների նկատմամբ։ Հիմա շատ կարևոր է, որպեսզի մեր հասարակությունը ի վերջո կամ եւս մեկ անգամ ընտրություն կատարի։ Մենք ուզում ենք դառնալ ինչ որ գերտերության գուբերնիա եւ այն բարքերը, որոնք այնտեղ տիրում են, այն ռեժիմը, որ այնտեղ տիրում է, այն բռնապետական նորմերը, որ այնտեղ արմատավորվել են, տեղափոխվեն այստեղ եւ մենք այսպես որպես գուբերնիա եւ Ռուսաստանահապատակներ հրաժարվենք մեր ինքնիշխանությունից, մեր տարածքային ամբողջականությունից, պետականությունից առհասարակ։ Եվ մեզանում ամբողջ ողբերգությունն այն է, որ այն հիմնական քաղաքական ուժերը, որոնք որ հավակնում են փոխարինելու Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմին, բոլորը նայում են դեպի հյուսիս, դեպի Ռուսաստան, այսինքն նրանց համար մեկ է Հայաստանը ինքնիշխան կմնա, թե չի մնա, նրանց համար մեկ է, թե Հայաստանում այդ պետականությունը որպես այդպիսին միջազգային ճանաչված սահմաններով կլինի, թե չի լինի։ Մենք շատ լավ տեսանք 44 օրյա պատերազմի ժամանակ ինչ տեղի ունեցավ, ինչպես Արցախը դարձվեց մանրադրամ եւ փառուխ առ փառուխ հանձնվեց։ Մենք տեսանք, թե ինչպես իր պարտականությունները դաշնակցային չկատարեց Ռուսաստանը։ Պարոն Մելիքյան, ավելի հասարսուր բան է տեղի ունեցել։ Արցախցիներին հանձնեցին։ Այո, մարդկանց հանձնեցին եւ նույն հիբրիդային պատերազմի շնորհիվ փորձում են արցախցիներին ամբողջ այդ 100,000-ից ավել նորից օգտագործել ընտրությունների ժամանակ, այսպես խայծ են զոհին փորձում են եւս մեկ անգամ դարձնել զոհ։ Այո, որովհետեւ դա բավականին հեշտ է եւ բավականին հեշտ է ամեն ինչ բարթել Նիկոլ Փաշինյանի վրա, ասել, որ ինքն էր մեղավոր եւ ոչ թե Ռուսաստանը։ Երբ որ մեղավորը առնվազն միայն ինքը չէր, իրերը անվանենք իրենց անունով։ Ինչ խոսք։ Միայն ինքը չէր։ Ինչ խոսք։ Հա, այստեղ ոչ մեկը Նիկոլ Փաշինյանի պաշտպանը չի, ոչ էլ դատապաշտպանը, ոչ էլ դատարանում ենք։ Ավելին ես ասեմ, եթե անձամբ ես Նիկոլ Փաշինյանին այսպես ինչ որ լուրջ այլընտրանք ունենայի, միգուցե սկսեի համադրել եւ ինչ որ մի բանի, ինչ որ այլ եզրակացության գալ, բայց այո, մեզանում շատ են մեր հասարակության մեջ Նիկոլ Փաշինյանից դժգոհողները, բայց դրա հետ մեկտեղ դժգոհողների մեծ մասը ես կարծում եմ համարում է, որ թեկուս չարյաց փոքրագույնի եթե ընտրություն լինի, ապա այդպիսի ընտրություն պետք է կատարել, որովհետև շատ մեծ երևակայություն պետք չէ ունենալ, որպեսզի պատկերացնել, թե ինչ կարող է տեղի ունենալ այդ հիմնական ռադիկալ ընդդիմության հաղթանակի դեպքում։ Այսինքն, պարոն Մելիքյան,
նորից բարձրացնենք, հա, ձեր խոսքը, ձեր պրոֆեսիոնալ խոսքը։ Անշուշտ ընտրությունը ոչ թե լինելու է Նիկոլ Փաշինյանի կամ Ռոբերտ Քոչարյանի կամ Մերձևովի միջև, ընտրությունը լինելու է Արևմուտքի եւ Հյուսիսի միջև, Հայաստանի անկախության եւ չանկախության միջև, Հայաստանի արցախիզացիայի միջև եւ Հայաստանի ինքնիշխան հերանեկարների միջև, մեր գոյության կամ չգոյության միջև, իրականում շատ վճռոշ են լինելու այս ընտրությունները 26 թվականի եւ դրա համար է այս պատերազմը գնում, այս հարձակումը դրա համար է գնում։ Եվ Մոլդովայի հետ համատությունը միտքս դեռ չավարտեցի, ասեմ, որ այնտեղ հենց այդպես էր եւ ուղղակի Մոլդովայում տեսնելով, որ այլևս հնարավոր չի դիմակայել հիբրիդային այդ պատերազմին եւ այն ուժը, որը որ մեծ հաշվով մեծ հայտնի էլ չէր երկրում, բայց գալիս է եւ համարյա թե հաղթում է Սանդուի կուսակցությանը, արդեն իրանք տեսան, որ միակ բանը, որ կարելի է եւ հնարավոր է անել, դա այդ ուժին չեզոքացնելն է, այսինքն ընտրաշավից հանելն է։ Եվ իհարկե շատերը դա գնահատում էին որպես հակաժողովրդավարական քայլ, շատերը համարում էին, որ սա բռնություն է, բռնաճնշում է եւ այլն, բայց եթե դու ակնհայտորեն տեսնում ես, որ ներխուժումը քո ներքին քաղաքական կյանք այնպիսին է, որ քո եւ ազգային անվտանգությանը եւ պետականությանն է սպառնում, ժողովրդավարությունը իրավունք ունի իրեն պաշտպանելու։ Եվ այնտեղ այդ քայլը իրականացվեց, թեպետ իհարկե բավականին խոցելի քայլ կարող է դա համարվել, բայց մյուս կողմից այս պայմաններում ցանկացած ձևով ժողովրդավարությունը անհրաժեշտ է պահպանել, շատերը այստեղ այդ հիբրիդային պատերազմի ժողովրդավարությունը որպես պետականության հիմք Հայաստանի դեպքում։ Այո, սա մասին է խոսքը։ Եվ կարող են հազար ու մի հակափաստարկներ բերել, բան ժողովրդավարության պարագաներով արքեպիսկոպոսներին հնարավոր չէ տանել նստացնել, որ չգիտես այդ քաղաքական Պակին ծառայելը դա հայրենիքին ծառայել է։ Մի խոսքով, այո, շատերը այդպեսին պետք է ասեն, այդպես պետք է ասեն, բայց ես կարծում եմ, որ այնուամենայնիվ հասարակության մեծամասնությունը պատկերացնում է ինչը ինչոց է։ Ես երբ այսպես հետ եմ նայում եւ վերհիշում եմ եւ արքեպիսկոպոսներից մեկի Աջափահյանի ելույթները, իդեպ այն ժամանակ, երբ դատախազությունը համարեց, որ այդտեղ ուրեմն բռնի հերաշրջման կոչ չկա, ես այն ժամանակ ճիշտ հակառակ կարծիքի էի եւ ասում էի, որ եթե Մայրաթորը հանձինս կաթողիկոսը կարգալույց չանի այդ արքեպիսկոպոսին, ուրեմն ինքն էլ է այդ կարծիքի եւ հետեւաբար սա քաղաքական պայքար է, իսկ բռնության կոչերը եւ իշխանության բռնազավթումը դա քրեորեն պատժելի երևույթ է եւ այս առումով ես կարծում եմ, որ որևէ ժողովրդավարական նորմ չի խախտվել։ Այո, դրանք ռազմական հեղաշրջման կոչեր էին եւ դա այդպես էլ պետք է լիներ։ Նույնը վերաբերում մյուս արքեպիսկոպոսին, ես սա հատուկ եմ ընդգծում, որովհետև այդ հիբրիդային պատերազմի մասնակիցները, հայաստանցի մասնակիցները, հարթակների տարբեր հարթակների խմբագրեր եւ այլն շատ ակտիվորեն դա օգտագործում են որպես Սուրբ Արշավանքի կազմակերպման մասին Սուրբ, այո։ Երևանի վրա։ Եվ բացի այդ ինչ որ տեղի էր ունենում ընդդիմադիր շարժումը, սրբազան կոչված ընդդիմադիր շարժումը, ի վերջո մենք տեսանք, թե ինչ զարգացման բերեց հասցրեց եւ չգիտեմ ոնց կարելի է չհավատալ այն բացահայտումներին, որ արեց ազգային անվտանգության ծառայությունը, ես կարծում եմ, որ դրա վերջը բնականաբար պետք է լիներ ազատազրկումը։ Եվ շատ վատ է, որ այդ հարթակների խմբագրերը առանց ամաչելու կարող են ամբողջ մի քաղաքական ուժի ընտրազանգվածին, ասենք Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածին անվանել հարթ ուղեղներ։ Եվ իրենց
Եվ կարող եմ պնդել, որ դա որպես մեդիա փորձագետ կարող եմ պնդել, որ դա լրագրողական էթիկայի կոպիտ խախտում է, դա պիտակավորում է եւ որևէ կերպ չի կարող համատեղելի լինել պրոֆեսիոնալ լրագրության հետ։ Եվ ես ցավով պետք է արձանագրեմ, որ կամաց նկատվում է այդ դեգրադացիան նաեւ այն լրագրողական շրջանակներում, որոնք ժամանակին համարվում էին որակյալ։ Սա շատ մեծ մտահոգություն է առաջացնում, որովհետև ափսոսանքով միայն կարելի է արձանագրել, որ այդ տիպի մարդիկ պիտակավորելով, այսպես վիրավորական արտահայտություններով կարող են խոսել 100,000-ավոր մարդկանց մասին։ Մինչդեռ կարծում եմ, որ այդ 100,000-ավոր մարդկանց մեջ առնվազն 1,000-ավոր մարդիկ կան, որոնք որ փաստարկված, հիմնավորված կարող են այդ պրոպագանդիստական տիպի ելույթներին հակադարձել եւ հիմնավորել, թե իրենք ինչու են այնուամենայնիվ այդ կարծիքին։ Հուսանք, որ այդպիսի մարդկանց քանակը գնալով կավելանա մեր հասարակությունում, պարոն Մելիքյան, ինչը ավտոմատ կերպով այս հիբրիդային պատերազմի ազդեցությունը կչեզոքացնի կամ կնվազեցնի մեր հասարակության վրա։ Շատ շնորհակալ եմ ձեզ ձեր նկատառումների եւ հարցազրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Մեր հյուրն էր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, այսպիսին էին այսօրվա մանրամասները, ձեզ հետ էր Դավիթ Ստեփանյանը, կհանդիպենք։ Ասել էինք, չէ, դեկտեմբերը նվերաշատ է։ Մինչև դեկտեմբերի 31-ը Fast Bank-ի ցանկացած վիզա ակնքարտով գնիր ֆիլմի 1 տոմս Cinema Star-ի Dalma եւ Rio մոլերի մասնաճյուղերից եւ երկրորդ տոմսը ստացիր նվեր։ 2 տոմս, 2-ը նվեր։ Եվ այսպես շարունակ։ Եթե չունես վիզա ակնքարտ, պատվիրիր Fast Bank Mobile-ով։ Դե ինչ, բարի դիտում։ Սիրելի հայրենակիցներ, ցանկանում եմ, որ 2026 թվականին արդեն իսկ հաստատված խաղաղության պայմաններում մենք ավելի շատ ստեղծագործենք, ավելի շատ բարիքներ ստեղծենք եւ վայելենք մեր կյանքը։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։